Աղոթքը դարձավ ու հետմահու էլ մնաց գրականության մեջ նրա այցեքարտը։ Մհեր Դավոյանն իր աղոթքը նվիրել էր հայրենիքին։ Դավոյանի աղոթքը Անդին մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց 2015-ին ամսագրում հրատարակված լավագույն արձակ ստեղծագործությունը։ Կոստան Զարյանի անվան Անդինի արձակ մրցանակը ստացավ որդին՝ Ռազմիկ Դավոյանը։ Ուրախություն, որովհետև ես տեսնում եմ ջերմ վերաբերմունք, շատ ջերմ վերաբերմունք եւ սեր։ Արդեն երկրորդ անգամ Անդինում գրական տարին ամփոփում են մրցանակաբաշխությամբ։ 6 անվանակարգ, 6 հաղթող։ Գրական ամսագրում տպագրված 500 հեղինակներից ժյուրին ընտրել է լավագույններին։ Փորձում ենք մեր ամսագրում տպագրած հեղինակներին ոգեշնչել, գնահատել, դա կլինի բանաստեղծ, արձակագիր, մշակութաբան, թե կլինի հայ զինվոր։ Անդինի 2015-ի հատուկ մրցանակն այս տարի Հակոբ Սիմոնյանի գլխավորած հնագիտական աշխատախմբինն է։ Հնագետները Կարմիր Բլուրի դամբարանադաշտի պեղումների համար արժանացան Անդինի տարվա մշակութային գլխավոր իրադարձություն մրցանակին։ Շատ հաճելի անակնկալ էր, երբ մարդու աշխատանքը գնահատվում է, դա փաստորեն մարդուն ստիպում է ավելի եռանդով աշխատել եւ ավելի նվիրումով մոտենալ իր գործին։ Տարվա Անդինի հայտնությունը դարձավ Արամ Ավետիսը։ Երիտասարդ գրող կինոքննադատի էսսեները առաջին անգամ տպագրվել են հենց Անդինում։ Մարիաննա Դանիելյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։